Հալելույա։ Ամեն։ Փառք մեր ամենակարող Աստծուն, Տիրոջը, Հիսուսին։ Տեր օրհնի ձեզ։ Կարող եք նստել։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Գիտեք, մենք ամեն մեկս ապրել ենք մի կյանքով, որը որ մեղավոր կյանք էր համարվում։ Աստծուց բաժանված, հեռացած, Աստծուց կտրված։ Եվ այդ կյանքը մենք ապրում ենք մեզ համար, մենք ապրում ենք տարբեր բաների համար, բայց ոչ Աստծո համար, որովհետև մեր կյանքը կտրված էր Աստծուց։ Եվ ինչպես Աստծո խոսքն ասում, որ Աստված մեծ էր իր շնորհքով ու ողորմությամբ, նա մեզ գտավ, նա մեզ փրկեց, նա մեզ մաքրեց, քանդեց այդ բաժանման պատը իր արյունով, հաշտեցրեց մեզ իր հետ։ Եվ մենք այսօր նոր արարած ենք, վերստին ծնված, որովհետև մարմնից ծնվածը մարմին է, հոգուց ծնվածը հոգի։ Մենք մարմնից ծնվել ենք, բայց հոգուց չէինք ծնվել։ Եվ Հիսուսին հավատալով, իր խոսքը ընդունելով, մենք վերստին ծնունդ ունեցանք։ Եվ մեր կյանքում ամեն հներն անցավ ու ամեն բան նոր եղավ, որովհետև հները դեպի մահեր, հինը դեպի կորուստ էր, հինը դժոխք էր, իսկ նորը Քրիստոսով դեպի երկինք։ Քրիստոսի մեջ ամեն բան նորոգվում է, Քրիստոսի մեջ ամեն բան կյանք առնում, որովհետև Քրիստոսն է կյանքը, նա է ճանապարհը եւ ճշմարտությունը։ Մենք տեսնում ենք, որ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է 2 Կորինթացին 5-րդ գլխի մեջ։ Պողոս առաքյալը ասում է 17-րդ խոսքում ասվում է. Ուրեմն, եթե մեկը Քրիստոսումն է, նոր ստեղծված է։ Հները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Ուրեմն, եթե մեկը որտեղ է Քրիստոսում, Քրիստոսի մեջ է, այդ ժամանակը հներն անցած։ Որովհետև առանց Քրիստոսի մեջ լինելու չկա հին անցած։ Որովհետև Քրիստոսը մահացավ, որպեսզի մեր հին էությունը խափանվի։ Ամեն։ Մեղավոր էությունը։ Եվ մենք նոր ստեղծված ենք, նոր արարած Քրիստոսի մեջ։ Ու Քրիստոսի մեջ նոր արարած դա նշանակում է մենք նոր էություն ունենք։ Նոր էություն։ Աստծուց ծնվեցինք։ Ամեն։ Հիշում եք Նիկոդեմոսը եկավ Հովհաննեսի ավետարան 3-րդ գլխի մեջ։ Նկարագրվում է Նիկոդեմոսը գիշերը ծածուկ եկավ Հիսուսի մոտ եւ նա հարցեր ուներ։ Եվ հետարքիր բան ասեց, ինչ անեմ որ Աստծո արքայությունը ունենամ։ Ասեց քեզ պետք է նորից ծնվես։ Ասեց ես տարիքի մարդ, ոնց կարելի է մարդը նորից գնա հետ, նորից ծնունդ ունենա։ Ասեց լսեք, Հիսուսը ասեց հետևյալը։ Ասեց մարմնից ծնվածը մարմինը, հոգուց ծնվածը հոգի։ Քեզ պետք է հոգուց ծնվես։ Եվ այդտեղ վերստին ծնունդի գաղափարը առաջի անգամ տվեց Հիսուսը Նիկոդեմոսին։ Եվ պետք է վերստին ծնվել։ Հավատալով Հիսուսին մենք վերստին ծնունդ ունեցանք։ Դա նույնպես մենք տեսնում ենք այդ խոսքերի մեջ, ինչ անեմ, ինչպես կարելի Աստծո արքայությունը մտնել վերստին ծնունդով։ Առանց նոր ծնունդի չկա ինչ որ մի բանի մուտք։ Երեխան միջև ցից ծնվում չի մտնում այս աշխարհ, չէ՞։ Մինչև ծնվել իր աշխարհն ուրիշ է։ Չգիտեմ ինչքան է հարմար, բայց նեղա։ Ու մենք տեսնում ենք ծնունդով մենք նոր աշխարհ է մուտք գործում։ Երեխան որ ծնվեց մի նոր աշխարհ է գալի։ Հիմա մենք հոգևոր աշխարհ, փրկության, Աստծո արքայության մեջ առանց ծնվելու մուտք չկա։ Եվ մենք ծնվում ենք հավատալով Հիսուսին։ Վերստին ծնունդ ենք ունենում եւ մենք դառնում ենք նոր արարած Քրիստոսի մեջ։ Ամեն։ Հալելույա, փառք Աստծուն, որ մենք հավատացինք ու մենք նոր ստեղծված ենք Քրիստոսի մեջ։ Ամեն։ Ու գիտեք հետարքիրը որն է, որ հին մարդը ապրում էր միշտ աշխարհի սկզբունքներով։ Մեր հին մարդը, ճիշտ է թե չէ։ Երբեք Աստծո սկզբունքներով չէր ապրում հին մարդը։ Մինչև մարդը վերստին չի ծնվում, աստվածային սկզբունք իր ներսում չի ակտիվանում, որովհետև աստվածային սկզբունքները ակտիվանում են նոր ստեղծված մարդու միջոցով։ Մինչև մենք վերստին չենք ծնվում, մարդու կյանքը չի փոխվում։ Հիմա այսպես մի բան,
Ով ասում իր կյանքը փոխված լինի, ուրեմն ինքը պետք է ունենա ծնունդ վերստին, չէ՞։ Եվ մենք ստեղ հավատալով Հիսուսին վերստին ծնունդ ունեցանք։ Եվ այստեղ մարդիկ են, հա? Ովքեր որ վերստին ծնվել են եւ իրանց կյանքը փոխված է։ Իրանց կյանքը ծածկված է Քրիստոսով եւ նրանք ապրում են Քրիստոսի համար։ Ես եւ դու որոշել ենք ապրենք Հիսուսի համար։ Ամեն։ Եվ դա նշանակում է, որ մեր ընթացքը Քրիստոսի հետևելու ընթացք է։ Մեր ընթացքը Քրիստոսի օրինակին հետևելու ընթացք է։ Մեր ընթացքը Քրիստոսի հետքերով քայլելու ընթացք է։ Եվ մենք ունենք օրինակ այդ ճանապարհի մեջ, ինչպես քայլենք, որ հասնենք տեղ, դա Քրիստոսին հետևելն է եւ Քրիստոսի օրինակին հետևելն է։ Ամեն։ Քրիստոսը եկավ այս աշխարհ եւ մեզ օրինակ ցույց տվեց։ Նա ասեց, ես եմ կյանքը, ճանապարհը եւ ճշմարտությունը։ Եվ մենք այդ ճանապարհին հետևելով քայլում ենք Քրիստոսի մեջ, հետևում ենք Քրիստոսին եւ դեպի հավիտենություն ենք քայլում։ Ամեն։ Գնում ենք դեպի երկինք։ Այստեղ մի հետարքիր բան նույնպես ուզում եմ կարդալ Կողոսացիների թղթի 2-րդ գլխի մեջ։ Կողոսացիների թուղթ 2-րդ գլուխ 6-րդ խոսքից։ Ուրեմն ինչպես Հիսուս Քրիստոսին Տերն ընդունեցիք, նրանում գնացեք։ Ինչպես մենք Տիրոջը ընդունեցինք Տեր եւ ունեցանք վերստին ծնունդ, չէ՞, ընդունելով։ Ուրեմն նրանում գնացեք։ Պետք է նրա մեջ ինչ անել։ Գնալ։ Ուրեմն վերստին ծնված մարդիկ գնում են Քրիստոսի մեջ։ Նրանում են գնում։ Նրանում գնացեք։ Արմատացած ով է այս արտահայտությունը լսե։ Հավատա, բայց մի խորացի։ Անհնար է Քրիստոսին հետևելու մեջ արմատացած չլինես։ Եթե չարմատանաս, դու չես հասնի տեղ։ Եվ այստեղ ասում է արմատացած, նրանում շինված։ Ուրեմն ով գիտի, որ շինարարությունը միանգամից շենքը չի կանգնում։ Նա սկսվում է եւ ռեսուրսներ է ծախսվում, միջոցներ է ծախսվում, ջանք է դրվում եւ կամած շենքը կանգնում է, կառույցը կանգնում է, շինարարությունը գնալով հասնում է եւ ավարտին։ Նույնպես մեր կյանքը նրանում է շինվում, բայց մենք գիտենք, որ այդտեղ ջանք պետքա թափվի այդ շինարարության մեջ։ Մեր բնավորությունը փոխվելու, մեր բնավորության վրա աշխատելու, մենք մեր կամած Աստծո խոսքի մեջ մենք սնվելով Աստծո խոսքը աճում ենք, շինվում ենք, աղոթքների մեջ սկսում ենք մեծանալ, աճել, Աստծուն ճանաչելության մեջ մենք սկսում ենք ավելի շատ ճանաչել եւ ինչքան շատ ենք ճանաչում, այնքան շինվում ենք։ Ամեն։ Նրանում շինված։ Սա ինքնաբերաբար process չի լինում։ Սա ջանք է պահանջում։ Քրիստոսի մեջ մենք պետք է ունենանք մեր ջանքը, ջանասեր լինենք, աշխատասեր լինենք, որպեսզի մեր կյանքը շինվի։ Ես մտածում եմ, այստեղ յուրաքանչյուրս ուզում ենք, որ մեր կյանքը շինվի։ Ոչ ոք չի ուզում իր կյանքը չշինվի, լավ։ Հələ չեմ ասում քանդվի, ասում եմ չշինվի։ Որտեղ եթե չշինվեց, ամեն մեկս էլ մեր կյանքի մեջ քանդված բաներ ունենք, չէ՞։ Թե սաղից կյանքը շինված է։ Իմ կյանքում բաներ կա քանդված է։ Ես սկսել եմ ինչ անել։ Հենց որ հայտնաբերվում եմ քանդված բան, ով գիտի, սեփական տան մեջ միշտ գործ կա։ Սեփական տան գործը չի։ Մեր կյանքի շինարարության մեջ էլ գործ միշտ կա։ Այդ գործը երբեք չի վերջանում։ Եվ երբ որ մենք հայտնաբերում ենք ինչ կա անելու, թարմացնելու բաներ կա, թազա ներկելու բաներ կա, չէ՞։ Շատ բաներ կա, բայց միշտ կա անելու բան։ Նույնպես մեր բնավորության մեջ, մեր կյանքի մեջ մենք Աստծո հետ շփվելով, մենք սկսում ենք շինել մեր կյանքը։ Եվ եթե դու ոչինչ չանես, գնալով, ով է տեսել տուն, որը չեն ապրում ու գնալով ինչ է լինում։ Գիտեք ապրել ինչ է նշանակում, որ այդ տան վրա միշտ գործում են, միշտ նորոգում են, ու այդ տունը չի քանդվում։ Եթե ոչինչ չի արվում, այդ տունը կքանդվի, գնալով կմաշվի։ Արմատացած եւ նրանում շինված եւ հավատքում հաստատված։ Հավատքի մեջ ինչ եղած։
Հակոբոսն ասում է երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհների մեջ։ Հələ որոշում է. Էս անեմ, թե էս անեմ։ Հələ որոշում է. տենաս եկեղեցի գալը ճիշտ է թե չէ։ Տենաս Աստվածաշունչը ինչ է եղել, տունն էլ կարդա էլի։ Բայո տունն էլ կարդա։ Բայց եկեղեցի գալը Աստծո խոսքն ասում է, որ անհրաժեշտ է։ Իրար հետ հավաքվելը չթողնեք, ինչպես ոմանց սովորությունն ասում Աստծո խոսքը։ Հավատքում հաստատված, բայց եթե մեր կյանքում դեռ կա երկմիտ բաներ, այն հիմնարար բաների մասին եմ խոսում։ Հարցեր կա մեր կյանքում, դեռ մենք որոշումներ ենք կայացնում, մենք պետք է որոշենք ու որոշենք, բայց Քրիստոսին հետևելու մեջ ով է որոշել արդեն։ Եթե Քրիստոսին հետևելու մեջ դու որոշել ես, հաստատվի հավատքի մեջ։ Հավատքը գալիս է ինչից։ Լսելը մի երկմտի։ Մի երկմտի ես ճիշտ է տենաս ես ոնց է ես ինչա, հաստատվի ու սկսի հաստատուն քայլերով շարժվել առաջ։ Հին երգ կա։ Զենքը ձեռքիդ առաջ գնա ով զինվոր։ Ընդեղ ասում է, չէ, հաստատուն քայլերով, հավատքի վահանով, առաջ, խաչին միշտ նայելով, առաջ գնա զինվոր։ Հաստատուն քայլերով, հստակ, բայց հələ մեր մեջ կռիվ կա։ Այս մեղքը թողեմ թե չէ։ Հələ ես անեմ թե լսի, մեղքի վարձքը մահը, եթե դու հայտնաբերվել ես կյանքիդ մեջ մի քանդված բան, մեղքը քանդում է։ Նորոգի։ Ծույլ մարդու արտի մոտով անց էի տեսնում, անց էի կենում եւ աշխատասեր մարդու։ Եվ մի խրատ առա, տեսնելով աշխատասեր մարդու այգին եւ ծույլ մարդու այգին։ Չէ՞։ Ով է հիշում այդ տեղը։ Աշխատասեր մարդու այգին ամեն ինչ գծած, տեսել եք գծած այգի։ Տեսել եք ամեն ինչը իդեալի գծած, նայում ես հիանում ես։ Իսկ ով է տեսել փուշկ տատաս կեն քոլուտա դառը։ Մատ կպաշ չկա այն որ ասում է։ Մատով կպաշ չկա, սենց։ Ինչ, չես էլ կարա մտնես այդ այգին։ Չորացած։ Ու շատ անգամ քրիստոնյաների կյանք դու տեսնում ես քրիստոնյաներ, իրականում աշխատասեր, իրանց կյանքում պտուղը երևում է, իրանց կյանքում տեսնում ես ձևավորված, եթե պտուղ էլ չկա, հաստատ ծաղկելու է։ Որտեղ այդտեղ աշխատանք կա, այդտեղ ջրած կա, անպայման իր պտուղը տալու է, իր ժամանակին։ Բայց այնտեղ ասում են ծույլ մարդու այգին պատը փուլ էր եկած։ Պատը փուլ եկած, այդ փուլ եկած պատով, ով գիտի որ ով է տեսել անասունները, որ այն այգի են մտնում, մի հատ ճեղք են գտնում, չէ՞ որ մտնում են ու սկսում ջարդելով գնալը։ Եթե պատը փուլ եկած է, այդտեղ գազան էլ կմտնի, անասուն էլ կմտնի, ու կսկսի ոտի տակ տալ։ Ու հետո մեր կյանքում շատ անգամ պատը փուլ եկած, ճեղքը կա ու ասում ենք, բայց սատանեն որդուց։ Բայց որդուց եկավ։ Այս որտեղից հայտնվեց։ Բայց խի, բայց ոնց, բայց ինչպես։ Լսի պատը ծարքի։ Փուլ եկած պատը ծարքի։ Աշխատասեր եղի։ Քո հոգևոր անձի շինարարության վրա աշխատասիրություն ունեցի եւ այդ հոգևոր անձդ շինի։ Մշակի քո այգին։ Մի մեղադրի ուրիշներին, որ քո այգին խի է այդպես։ Կա, չէ՞ այդպես, մենք մեղադրում ենք մեր խնդիրների մեջ միշտ ուրիշներին։ Այս մեկներ մեղավոր է, մեկներ մեղավոր են, բայց մենք ենք մեղավոր։ Մեր այգին ինչի է այդպես։ Դա մեզանից է կախված։ Ուրիշները մեղավոր չեն։ Եվ հետո ասում ես զգույշ կացեք։ Միգուցե մեկը հափշտակի ձեզ փիլիսոփայությունով, դատարկ խաբեությունով, մարդկանց ավանդության պես, աշխարհի սկզբունքների պես, ոչ թե Քրիստոսի պես։ Եվ մենք էլ պետք է զգույշ մնանք, որ մեզ չհափշտակեն։ Քրիստոսի պես, ասում եմ ոչ թե Քրիստոսի պես, ուրեմն Քրիստոսն էլ է մեզ հափշտակե, բայց աշխարհը Քրիստոսի պես չի հափշտակում։ Քրիստոսը մեզ հափշտակեց դժոխքի ճանապարհից։ Լսել եք, չէ՞, ասում եմ, հոգևորցությամբ պետք չի զբաղվել։ Քրիստոսը իմ հոգին որսած։ Դժոխքի ճանապարհից, որ ես չկորեմ։
որ ես չգնամ դժոխք։ Բայց այս աշխարհը որսում է տանելով դժոխք։ Այս աշխարհը մեղքը հրապուրանքները, այս աշխարհից եկող հրապուրանքները, գայթակղությունները, ամեն բան գալիս է քեզ Քրիստոսից հեռացնելու համար, կանգնացնելու համար։ Աշխարհի այս փիլիսոփայությունները, տեսել ես, մի հատ տնես փիլիսոփայական մտքեր եւ այլ, ասում ես ինչ իմաստություն, բուդդիզմը, կրիշնյան, յոգան, այս մյուսը, իմաստություններ, փիլիսոփայություններ, տարբեր եսի մինչեր, բայց ոչ Քրիստոսի պես, ոչ Բուդդան իր կյանքը տվեց մեզ համար, ոչ Կրիշնյան, ոչ Մուհամեդը, նրանց գերեզմանները կան, բայց Քրիստոսի գերեզմանը դատարկ է։ Նա իր կյանքը տվեց մեզ համար, մահացավ ու հարություն առավ, որ մենք չխապնվենք այս կողմ այն կողմ ոչ աջ ոչ ձախ նայելով Քրիստոսին հաստատ լինելով, անշարժ լինելով, շինենք մեր հոգևոր կյանքը, մեր ընթացքը հոգևոր, նորոգենք մեր հոգևոր մարդը եւ աշխատասեր լինենք եւ այն ինչ որ մեր կյանքի մեջ կարա քանդված լինի, չթողենք այդ քանդված վիճակը, աշխատենք մեր կյանքերի վրա։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիների 5-րդ գլխի մեջ Պողոսը ասում է 15-րդ խոսքում։ Հիսուսի մասին ասում եւ նա ամենի համար մեռավ։ Ամեն մեկի համար Քրիստոսը մահացավ։ Իմ համար Քրիստոսը մահացավ։ Եվ ամեն մեկս կարող ենք ասել, ամեն մեկը ձեր համար, ամեն մեկս հասկանանք, որ իմ համար մեռավ Քրիստոսը, քեզ համար մեռավ Քրիստոսը։ Եվ ինչի շարունակության մեջ նայեք ինչ ասում։ Որ կենթանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենթանի լինեն, այլ նրա համար, որ իրենց համար մեռավ եւ հարություն առավ։ Ուրեմն երբ որ մենք գիտակցում ենք, որ Քրիստոս իմ համար մահացավ, ես որ կենթանի եմ, ես այլևս իմ համար չեմ ապրում, որտեվ նա ինձ գնեց իր արյունով, նա ինձ մաքրեց, այլևս ես իմը չեմ, ես իմ կյանքը նվիրել եմ նրան, ես Տեր ունեմ։ Հիսուսին մենք Տեր ենք կոչում, թե չէ։ Տեր։ Եվ այլևս իմ կյանքի մեջ նա է Տերը։ Եվ ես առանց նրան հարցնելու որոշում եմ կայացրել իմ կյանքը չշարժեմ ինչ-որ միտեղ, որտեղ մինչև այդ ես հասկացել եմ ինչ արել եմ, ինչ ա եղել, առանց իրան հարցնելու։ Ես հասկացել եմ, որ այդ ճանապարհը ինձ ուր էր տանում, մեղքի վերջը ինչ է։ Եվ ես մի օր կանգնեցի ու ասեցի, Տեր, դու ես իմ արարիչ Աստվածը, ես առանց քեզ չեմ ուզում։ Ու գիտեք ինչ է նշանակում լինել նվիրված։ Այն մարդը, որ իր կյանքի կետը, այն կետը, որը ապաշխարություն է կոչվում, որը նվիրում է կոչվում, որը դա նշանակում է, որ Տեր, ես իմ մեղքերից զղջում եմ ու իմ կյանքը նվիրում եմ քեզ, նա գիտեք ինչ է նշանակում, որ Տեր, իմ կյանքի բոլոր սցենարները, ինչ էլ որ հետագայում լինի, ես քեզանից չեմ հեռանալու։ Պատկերացնում եք բոլոր սցենարներ, կարա լավ սցենար լինի, վատ սցենար, ինչ էլ ուզում է լինի։ Ինչ ճանապարհով էլ որ գնամ, ինչ ճանապարհ էլ, ինչ իրավիճակ էլ լինի իմ կյանքի մեջ, ես որոշում եմ կայացրել, որ ես իմը չեմ, ես նրանն եմ։ Աստվածաշնչում մարդիկ կան, ովքեր կյանքի ինչ որ մի սցենարի մեջ որոշում կայացրեցին, էլ չհետևեն Հիսուսին։ Ցավալի է։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլխի մեջ 10-րդ խոսքում Պողոսը գրում ասում է. Կրեսկեսը գնաց Գաղատիա, Տիտոսը Դաղմատիա, Ղուկասն է միայն ինձ հետ։ Բայց դրանից առաջ 9-րդ խոսքում ասում է շտապիր, որ շուտով ինձ մոտ գաս։ Պատկերացնում եք Տիմոթեոսին Պողոսն ասում է շտապիր ինձ մոտ գաս, որովհետև Դեմասը թողեց ինձ եւ այս աշխարհը սիրեց եւ գնաց Թեսաղոնիկե։ Նայեք, դրանից հետո ասում է Կրեկեսը Գաղատիա, Տիտոսը եւ այլ տարբեր տեղեր, բայց նրանք աշխարհ չգնացին, նրանք ծառայության բերումով գնացին այն տեսիլքի հետևից, որը որ Տերն էր տվել։ Նրանք Պողոսի թիմի մեջ էին, ամեն մեկը գործում էին համաձայն տեսիլքի։ Բայց Դեմասը ասում է թողեց ինձ
Ինչ է կարծում, թողել ինձ Պողոսի նկատի ուներ ինձ, բայց Հիսուսի հետևից գնաց Դեմասը։ Շարունակում ասում է, սիրեց այս աշխարհը։ Այսինքն Դեմասի կյանքում եկավ կյանքի մի իրավիճակ, որ նա կանգ առավ այդ հետևելու մեջ։ Նա որոշում կայացրեց, ասաց ես չեմ հետևում։ Ես չեմ ուզում այդ ընթացքը ունենալ։ Եվ մի բան կար սրտի մեջ, սեր դեպի աշխարհը։ Սեր դեպի այն աշխարհը, որտեղից դուրս էր եկել։ Այն աշխարհը, որը որ պղծված է, այն աշխարհը, որտեղից Աստված մեզ գտավ ու հանեց, իր արյունով մաքրեց։ Եթե լավ տեղ լիներ, Հիսուսը չէր գա խաչվի մեզ համար։ Եթե աշխարհը լավ տեղ լիներ, Հիսուսը չէր այդ տառապանքներով անցնի իմ ու քո համար, որովհետև այդ աշխարհի վերջը դժոխքն է։ Մարդիկ խաբվում են շատ անգամ շատ ուրիշ բաներով, բայց մեզ պետք է գիտակցել, որ մեր կյանքի յուրաքանչյուր սցենար, ինչ սցենար է լինի, այդ սցենարի մեջ ես պետք է մեկ այլի հետևեմ Տիրոջը։ Ես պետք է լինեմ հաստատված մարդ։ Պետք է լինեմ մարդ, որը որ որոշում է կայացրել շինի իր կյանքը։ Քրիստոսի մեջ շինի, պահի իր կյանքը, իր անձը Քրիստոսի մեջ։ Սիրել աշխարհ։ Գիտես, սիրել աշխարհ դա չի նշանակում աշխարհի մարդկանց, որովհետև Աստծո խոսքն ասում է եւ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, որ իր միածին որդուն տվեց։ Աստված սիրեց ոչ թե աշխարհում տիրող մեղք, այլ աշխարհում ապրող մարդուն։ Բայց հետո խոսքը ասում է՝ մի սիրեք այս աշխարհը եւ այն ինչ որ այս աշխարհի մեջ է։ Մի սիրեք։ Որտեւ աշխարհը անցնում է, նրա ցանկություններն են անցնում, բայց Աստծո կամքը մնում է հավիտյան։ Աշխարհը սիրել դա նշանակում է վերջակետ դնել հավիտենության կյանքին, Հիսուսի մեջ։ Գիտեք, մենք աշխարհի մեջ ենք, ճիշտ է։ Աշխարհում ենք ապրում, բայց աշխարհը պիտի մեր մեջ չլինի։ Այս աշխարհի ցանկությունները, այն ինչ որ մեղքի հետ կապված է, պիտի մեր մեջ չլինի։ Աստված մեզ հանեց այդ վիճակից, մաքրեց ու ազատեց այդ ցանկություններից։ Եվ մեր ձգտումն ու մեր փափագը պետք է լինի Քրիստոսին նմանվելը։ Այո, ինչի եմ ասում, մենք նոր արարած ենք, նոր արարածի ձգտումը եւ ցանկությունը, ձգտումները եւ ցանկությունները պետք է լինի Քրիստոսին նմանվելը։ Եթե մենք իրականում մեր ձգտումն ու մեր սերը, մեր ցանկությունը դեպի այս աշխարհն է, ուրեմն մենք Քրիստոսին չենք էլ ճանաչել։ Նրա սերը չենք էլ հասկացել։ Որտեղ չենք կարա երկու Տիրոջ սիրել։ Հիսուսն ասում է մեկին կսիրենք, մեկին կառհամարենք։ Չի կարելի երկու Տիրոջ սիրել, անհնար է, կճղվի մարդ։ Ում հետ է եղել, այն որ ասում մեջիդ ճղվում է, չգիտես։ Լորեցի սակոն հիշում եք։ Այն որ ասում են կողմ գնամ մերոնք են, այն կողմ գնամ մերոնք են։ Մեջից ճղվում էր ու վերջում ինչ արեց, գնացինք իրար հետ, քարից չէին որ դաշնակների ու սպիտ բաների, բոլշևիկների կռիվը։ Նայում են Զանգեզուր ֆիլմը, նայում են ազգ իրա մեջից իրար դեմ կռիվ անում։ Ասում են կողմ նայում են մերոնք են, այն կողմ նայում են մերոնք են։ Մեջից ճղվում է իրա։ Եթե մեր մեջ երկու կողմն էլ սիրում ենք, աշխարհն ենք սիրում, չի լինում այդպես։ Կճղվենք մեջից։ Դրա համար խոսքը ասում է մի սիրեք այս աշխարհը, որտեվ աշխարհի սերը կորուստ է տանում։ Աշխարհի սերը դժոխք է տանում։ Իսկ Աստծուն սիրելով մենք գնում ենք երկինք։ Իսկ ի՞նչ է նշանակում Աստծուն սիրել։ Դա նշանակում է, որ Տեր, ես ուզում եմ անել քո սրտի ուզածը, քո սրտի միջինը։ Որովհետև սերը Իրանը չի փնտրում։ Սերը չի նախանձում, չի գոռոզանում, անիրավության վրա չի ուրախանում։ Նայեք Հակոբոս առաքյալը 4-րդ գլխի մեջ ինչ է ասում։ Հակոբոսի թուղթ 4-րդ գլուխ, առաջի խոսքից մինչև 4-րդ խոսքը։ Եվ ասում է, որտեղից է պատերազմներ եւ կռիվներ ձեր մեջ։ Չէ՞ որ այնտեղից, այստեղից է։ Այսինքն ցանկությունից, որ պատերազմում են ձեր անդամներում։ Հիշում եք, որ ասում է, մեջտեղից կռվում է, ճղվում է։
Ցանկանում եք, չունեք, սպանում եք, նախանձում եք, չեք կարողանում հասնել, պատերազմում եք, կռվում եք, բայց չունեք, որտեվ չեք խնդրում, խնդրում եք, չեք առնում, որտեվ չար կերպով եք խնդրում, որ ձեր ցանկություններում վատն եք։ Սա խոսում է հավատացյալներին, բայց խոտ նայեք այստեղ, այն ինչ որ ասեց, դա աշխարհի հետ է կապված։ Աշխարհի սկզբունքները։ Ընդունել է Քրիստոսին, բայց աշխարհի սկզբունքները էլ մեջ է։ Կռվում է, չար կերպ, էս, չէ՞։ Եվ 4-րդ խոսքը նայեք ինչ ասում։ Ասում է համեմատում աշնացողների հետ, ասում է, չգիտեք, որ աշխարհի սերը, աշխարհի ինչը թշնամություն է Աստծո դեմ։ Արտո որ կարողանա աշխարհի բարեկամ լինել, իր անձը Աստծուն թշնամի կանել։ Աշխարհի սերը Աստծո դեմ թշնամությունը։ Որտեվ այս աշխարհի իշխանը, որի անունը Սատանա է, թշնամի է Աստծուն։ Մենք էլ մի ժամանակ այս աշխարհի իշխանի ազդեցության տակ ենք Սատանայի, բայց Աստված մեզ այդ ազդեցության տակից հանեց եւ իշխանություն տվեց աշխարհի ազդեցության վրա, Սատանայի զորության վրա։ Մենք Քրիստոսի մեջ ունենք իշխանություն։ Մենք ունենք իշխանություն մեղքի վրա։ Գիտեք մարդը ինչպիսին է։ Մարդը գիտի, որ իշխանություն ունի, միշտ իր իշխանություն ուզում է բանեցնի, այդպես է թե չէ։ Մեկին տենում է ատամը կտրում է, մինչև վերջ կգնա, իշխանությունը կբանեցնի։ Ինչ եմ ասում, դա աշխարհի սկզբունքն է, դա Աստծո սկզբունքը չի։ Բայց եթե ատամը չի կտրում, ուրեմն իրա վրա է կտրում, չէ՞ ուրիշի ատամը։ Նա մինչև վերջ տանեն։ Դա աշխարհն է, այս աշխարհը։ Ասա ինչն էր մեղավոր։ Ուժեղի մոտ միշտ էլ այս աշխարհն է։ Առավ հասավ, գարանը, առավ, թռավ։ Այդտենց, ման են գալի, ում վրա կկտրի ատամը, առնեն, թռնեն, անտառը։ Այս աշխարհն է, որ ուզում է սպանի։ Իսկ Աստված այդպես չի մոտենում։ Աստված գալիս է կորածին գտնելու, ապրեցնելու։ Որտեվ Հիսուսն ասում է, ես եկա, որ որոնեմ եւ ապրեցնեմ կորածին։ Որոնեմ եւ ապրեցնեմ կորածին։ Եվ իրականում մեր անձը ոչ թե այս աշխարհին բարեկամ անենք, այլ Աստծուն բարեկամ։ Որովհետեւ եթե այս աշխարհին բարեկամ եմ, Աստծո դեմ թշնամությունը։ Եթե Աստծուն եմ բարեկամ, մեղքի եմ ես թշնամի։ Իմ համար մեղքի հետ կապված հարցը թշնամական հարց է։ Եթե դու քո կյանքում կռիվ ունես, քո կռիվը պետքա լինի մեղքի դեմ։ Իշխանությունը քո բանեցրու ոչ թե մարդկանց վրա, այլ քո իշխանությունը բանեցրու մեղքի վրա։ Իշխի մեղքին, ոչ թե իշխի մարդկանց։ Մենք միշտ ուզում ենք մարդկանց վրա իշխենք։ Բայց իշխի մեղքին։ Երբ որ Աստված եկավ Կայենի մոտ ու հարցնում էր ուրա եղբայրդ։ Կայենին ասեց Կայեն, մեղքը դրանդ առաջ պարկած փափագումա քեզ, բայց դու իշխի նրա վրա։ Այո, մենք ստեղծված ենք Աստծո կերպարով ու Աստծո նմանությամբ։ Մենք կարող ենք իշխել, բայց ինչերի վրա։ Մենք շատ անգամ սխալ տեղեր ենք մեր իշխանությունը բանեցնում։ Այսպեսի բան կա, չի ասում, բա ինչ թուլացնեմ նստեն գլխիս։ Չէ, մի թուլացրու։ Թող քո գլխին չնստեն, բայց այդ չի նշանակում, որ դու պետքա ուտես ուրիշին։ Երբ որ դու Քրիստոսի մեջ ես, Քրիստոսը ցածր տեղ չի, Քրիստոսը բարձր տեղ է։ Խավարը չի կարա իշխի լույսին։ Մնա Քրիստոսի մեջ։ Մի թուլացրու, թուլացնել նշանակում է թուլացնել մեղքին, հələ դու սրբության ճանապարհով քայլի, մարդիկ քեզ տեսնելուց կհանդիմանվեն։ Իմ հայրը, սաղ կյանքը ծխող է եղել։ Ու երբ որ Աստծուն էր եկել, նա փորձում էր թարգի եւ այլ, ու գիտեք հետարքիրը որն է, ես արդեն ծառայության մեջ էի։ Իմ հայրը, երբ որ ինձ արդեն Աստծո մեջ Մինչև այդ ինչ է, երբ որ ես Աստծո մեջ չէի, պապան պետք է ամաչեր կամ եւ այլ, ու մոտ ուզեր ծխում էր, տենց է թե չէ, մարդիկ ոնց են։ Բայց երբ որ ինձ տեսնում էր, պահում էր։ Իմ հայրը։ Մենք գիտենք որ ծխում է, բայց պայքարում էր, հետո թողեց իհարկե։ Այդ պայքարի մեջ։
Բայց ինչ եմ ուզում ասել։ Երբ որ քեզ տեսնեն մարդիկ անկախ իրանցից կհանդիմանվեն, որտեղ քո մեջ Աստված է։ Գիտես, իմ հին ընկերների մասին եմ խոսում։ Երբ որ ես մտնում եմ, իրանք աշխատում են իրանց լեքսիկոնը փոխած խոսան։ Ու ասում ստացվում է, եթե աշխատում են։ Իրանք աշխատում են լավ լինի։ Որ իմ սիրտը, հա, իրանք հանդիմանվում են։ Ոչ թե իմ, գիտես ինչ, իրանք հասկան, ու հետո էլ շատերը ասում այն մարդ, որ դու ստես լնում, մի քիչ մենք ուրիշ ձև ենք լնում, էլի։ Սթափվում են։ Դա չի նշանակում ես ցածր տեղ եմ։ Դա նշանակում ես բարձր տեղ եմ։ Թուլացնելը չի նշանակում, թուլացնել դա չի նշանակում իջնել, ընդհակառակը։ Ձգի ու եղի բարձր տեղ, որը Քրիստոսն է։ Բայց եթե մենք մտածում ենք աշխարհի սկզբունքով թուլացնել, ձգել, բա թուլացնեմ նստեն գլխիս, հա։ Դու կնմանվես իրենց աշխարհի սկզբունքների պես։ Ու այդ դեպքում ինչ ոնց որ ասած տարբերություն հավատացյալի եւ անհավատի։ Ինչ տարբերություն, լույսի խավարի տարբերություն կա, չէ՞։ Այնպես էլ քո իմ տարբերությունը պետքա լինի։ Մեղավորի եւ անմեղի տարբերությունը պետքա լինի։ Եվ այդ տարբերությունը երևացող է։ Ինչպես կարա լույսը չերևա։ Եփեսացի 4-րդ գլխի մեջ 22-րդ խոսքում գրված է. Որ ձեզանից դուրս հանեք։ Ձեզանից դուրս հանեք։ Նախ կանգնեմ այստեղ խոսքը ասում է, չէ, հանեք։ Չի ասում Աստված կգա եւ ձեզանից կհանի։ Ասում է ձեզանից դուրս հանեք։ Սա ով պիտի անի։ Ուրեմն դա մեր սրտի մեջ ինչ որ մի բան կա, որին որոշման հետևանքով պետքա դա լինի։ Ձեզանից դուրս հանեք առաջի գնացքի պես եղող հին մարդը։ Հին մարդը ինչպիսին էր, ում էր նման, Աստծուն թե այս աշխարհին։ Հանիր այդ հին մարդուն։ Տոմի Ջերին ով է հիշում։ Հիշում եք են մի դրվակ են, որ կատուն, որ վախենում է, մեջից սկսում է գնալ, բռնում է։ Մեր մեջ ապրող մարդ կա, ժողովուրդ։ Հին և նոր։ Եթե դու նոր մարդը քո ներսում չի զարգանում, մեծանում, Քրիստոսին նմանվում, հին մարդը գլուխ է բարձրացնում։ Հին մարդը, որ այս աշխարհի կերպարանքն ուներ, որ Աստծուն թշնամի է։ Իմացեք, հին մարդը թշնամի Աստծուն, որտեվ հին մարդը աշխարհն է սիրում։ Իսկ աշխարհի ցանկությունը թշնամություն Աստծուն։ Հանեք հին մարդը, որ խաբեության ցանկությունով ապականված է, եւ ձեր մտքի հոգով նորոգվեցեք, նոր մարդուն հագեք։ Չի ասում Տերը կհագցնի նոր մարդուն։ Հագիր նոր մարդուն։ Ով է այդ շոր հագած թազա, այդ առաջի օրը որ հագած է նոր։ Հələ մի քիչ իրան, մի քիչ ուրիշ կերպ է, չէ՞ զգում իրան։ Նոր շոր է հագել։ Բայց այդ շորը մեկ երկու հագնում դառնում է սովորական, հետո հնանում է։ Ամեն օր նոր մարդուն հագիր։ Նոր մարդուն։ Այդ նոր շորի վրա որ մի հատ լաք է, մի բան թափվում է, վայ, նոր էի հագել, չհասցրի, չէ՞։ Ուշադրությունը նորի վրա շատ ավելի ուժեղ է։ Քո նոր մարդու վրա ուշադրությունը ուժեղացրու, պահպանի, որ լաքոտ չլինի։ Հիսուսի արյունը միշտ մեզ մաքրում է։ Ամեն։ Այդ նոր մարդուն խնամի, այդ նոր մարդուն միշտ զարգացրու, ուժեղացրու, որը Քրիստոսին է նման։ Նոր մարդուն հագեք, որ Աստծո պատկերի պես է ստեղծված։
ճշմարտության, արդարությունով ու սրբությունով։ Ուրեմն նոր մարդու ումպես է, բա հինը Աստծուն թշնամի է։ Հինի մեն ընտրությունը, հնի եւ նորի։ Մենք ենք կայացնում այդ ընտրությունը։ Հակնենք հինը, թե հակնենք նորը։ Հինը շատ լավ գիտենք ինչա։ Նորը պետքա բացահայտենք։ Որտեւ ինչքան բացահայտում ես, այնքան ասում ես, «Տեր, ինչ մեծ ես դու»։ Ինչքան շատ պիտի քեզ ճանաչեմ ու բացահայտեմ։ Նորը հետաքրքիր է։ Հնի մեջ հետաքրքրություն չկա, բավոն չկա։ Հələ արեք տեն այնքան հետաքրքրություններ կա, սեր դեպի այդ հինը, սեր դեպի աշխարհը, որը թշնամություն Աստծո հետ։ Որն է քո հետաքրքրությունը։ Ինչերի նկատմամբ քո սրտի շարժառիթները, հետաքրքրությունները, ինչերի մեջ ես դու հետաքրքրված։ Սենց օրինակ բերեմ։ Վերցնում ես հեռախոսը։ Ինչ ես փնտրում։ Դա էլ հետաքրքրությունն է քո։ Ներսդ ինչա փնտրում, դա էլ քո հետաքրքրությունն է։ Դրանով զանազանի։ Հին աշխարհ, ես չեմ ասում լավ երգ լսելը աշխարհը։ Բայց ես ասում եմ երգեր կա, որ աշխարհը։ Սրա մեջ աշխարհն ավելի շատ է։ Ու մենք լավ գիտենք ինչի մեջ ենք, մեր սիրտը ինչ է ուզում։ Հինն է ուզում, որը թշնամություն Աստծո դեմ։ Քո հետաքրքրությունները ինչ է։ Դու կարաս քեզ նայեք ընդեղ ասում նորոգվեք ձեր մտքի նորոգությամբ, որ նոր մարդուն հագնեք։ Ուրեմն նոր մարդուն ինչպես կարաս հագնես։ Քո միտքը նորոգելով։ Քո հետաքրքրությունները, քո մտքի տիրույթն է, քո մտածելակերպն է։ Փոխելով նոր մարդուն հագի։ Ամեն։ Այնքան կարևոր բաներ է այս ամենը, որովհետև եթե մենք մեր նոր մարդու վրա չաշխատենք, մենք Դեմասի նման կսիրենք այս աշխարհը ու կհեռանանք Աստծուց։ Նենց չէր որ Դեմասը շատ ուժեղ ծառայող է եղել։ Դեմասը շատ մեկ ուժեղ մեկն է եղել, որ Պողոսը նրա անունը հիշատակում ասում է ինձ թողեց։ Նա առանձնացված մեկն է եղել, որ Պողոսի համար հենասյուն է եղել։ Հենվել է շատ հարցերում Դեմասը։ Բայց այնինչ Դեմասը ծածուկ իր սրտի մեջ բաներ կար, որ ինքը չէր նորոգում իրան, իր նոր մարդուն։ Նրա հետաքրքրությունները աշխարհում էր, ոչ թե Քրիստոսի մեջ։ Ու վերջի եկավ այդ կետը, ամեն մեկիս կյանքում գալիս է կետեր, հիշեք։ Յուրաքանչյուրիս կյանքում գալիս է կետեր, որոնք մեր կյանքում բեկումնային կետեր են։ Որոշիչ կետեր են։ Որոշում են, թե մեր հետոն ինչ է լինելու։ Ու հենց այդ կետերի մեջ է երևում, մենք մնում ենք Քրիստոսի մեջ, թե չէ։ Ու Դեմասի կյանքում եկավ այդ կետը։ Նա սիրեց այս աշխարհը, հեռացավ։ Իրեք որ հավատարմությունը փորձվում է։ Եկեք մնանք հավատարիմ միշտ Աստծուն։ Հավատարիմ այն ընտանիքին, որտեղ Աստված մեզ դրել է։ Եկեք լինենք հավատարիմ։ Հավատարիմ ամեն բանի մեջ։ Տիրոջ է հավատարիմ։ Աստծո խոսքն ասում է հավատարիմ մարդու օրհնությունները ինչ են։ Շատ են։ Շատ։ Գաղատացի 4-րդ գլուխ։ Ներեցեք 6-րդ գլուխ։ 4-րդում էլ շատ լավ տեղեր կա։ Բան չէ Գաղատացի թուղթը։ Բայց 6-րդ գլուխ նայեք 14-րդ խոսքը ինչ է ասում։ Սակայն ինձ քավ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով։ Ուրեմն պարծենալ մենակ ինչով։ Իսկ այդ խաչը ինչ տեղ է։ Դժվար։ Իսկ մենք արդյոք պիտի մեր խաչը վերչառնենք Հիսուսին հետևելու համար։ Ուրեմն պարծեցի քո այդ խաչը վերառնելով Հիսուսի խաչով։ Ինչքանով ես կարում մեռնես, այդ դրանով պարծեցի։ Կա չէ։
Մենք մեդալներ ունենք, չէ՞, չերևացող մեդալներ, որ մեր վրա կախել ենք։ Մեր հաղթանակների մեդալներն է։ Այս հարցը տենում եք ինչ մեր պարծանքներն է։ Բայց այդ մեդալներից քանիսն է խաչի մասին։ Ուրեմն պարծենալ այդ մեդալները, որը խաչի մասին չի հանի դիր ցալի մի կողմ, բայց այն ինչ որ խաչով է պահի, պարծեցի խաչով։ Նայեք, սակայն իսկ քավլիցի պարծենալ, բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որ նրանով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ աշխարհի։ Ուրեմն պարծենալ ինչի համար, որ դու մեռած ես այս աշխարհի համար, աշխարհն է քո համար։ Այդ է քո պարծանքը։ Ուրեմն պարծենալ ինչով։ Հա սիրելի եկեղեցի։ Պարծենալ, որ աշխարհը քեզ համար խաչված է։ Դու էլ աշխարհի համար ես խաչված։ Հիսուսը խաչի վրա մահացավ։ Մեռած մարդ բոլորս տեսել ենք։ Ո՞վ է տեսել մեռելը խոսալուց։ Երբ որ աշխարհը գալիս է քո մոտ ու քո հետ սկսում է խոսալ, դու պետք է լինես ինչ աշխարհի համար մեռած։ Իսկ մենք սկսում ենք բանակցել։ Հո ես չեմ մեղքի մեջ չընկա, բայց բանակցում եմ հետ։ Սկսում եմ խոսալ։ Մեռածը չի խոսում անգամ։ Եվան է սկսեց խոսալ օծի հետ։ Սկսում ես խոսալուց։ Շփվելուց։ Հետաքրքրությունները մեր։ Հա մի հատ լստեղել, մեկ էլ հետաքրքրությունները քո։ Աշխարհը քեզ համար խաչված է թե չէ։ Ես աշխարհի համար խաչված եմ, խաչվարն էլ իմ համար է խաչված։ Այդպես ասում է Պողոսը ու մենք պետք է այդ խոսքը նույնպես կիրառենք մեր համար ամեն մեկս։ Ու մենք էլ ասենք, ես խաչված եմ, աշխարհն էլ իմ համար։ Այսինքն մեռած է աշխարհը իմ համար, ես էլ մեռած եմ աշխարհի համար։ Ու այդ դրանով պարծենալ է պետք Քրիստոսի խաչով։ Ինչի համար Քրիստոսը խաչվեց։ Իմ մեղքերի համար, որ ես հին մարմինը խափանվի, որը թշնամություն էր Աստծո դեմ։ Թշնամի ենք մենք Աստծուն։ Հիսուսը խաչվեց ու այդ թշնամությունը իմ հին մարդը իր հետ խաչվեց։ Մկրտությունը ջրով ո՞րն էր։ Որ մեր հին մարդուն թաղեցինք, ո՞վ է ջրով մկրտված։ Ինչ լավ է։ Թաղածին չգնաս նորից քանդես հանես։ Հին մարդը թաղել ես Քրիստոսի հետ, ջրում թաղեցիր եւ նրա այդ հարություն առած դուրս եկար, որ նորոգության մեջ ման գաս Քրիստոսին հետևելով։ Ամեն։ Այնպես որ, սիրելի եկեղեցի։ Մի սիրենք աշխարհը։ Մի սիրիր աշխարհը։ Աշխարհի սերը Աստծո դեմ թշնամությունն է։ Հովանես առաքյալն ասում, ես կամաց ավարտին եմ գալիս։ Առաջի Հովանես 2-րդ գլուխ 15-ից 17։ Մի սիրեք աշխարհը եւ ոչ էլ այն ինչ որ աշխարհի մեջ է։ Եթե մեկ աշխարհը սիրի հորսերը նրանում չի, որովհետև ամեն ինչ որ աշխարհում է, մարմնի ցանկություն, աշկի ցանկություն, այս կյանքի ամբարտավանություն, հորից չի, այլ աշխարհիցն է։ Աշխարհը անցնում է նրա ցանկությունն էլ, բայց Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Եվ մի սիրեք խոսքը դա նշանակում է մարդն ինքն է որոշում, ինչը սիրի, ինչը ատի։ Եկեք սիրենք այն բաները, որ Աստված է սիրում, ատենք այն բաները, որ Աստված է ատում, որովհետև մեր նոր մարդը, նոր արարածը ատում է մեղքը։ Ինչ է նշանակում ունենալ Տիրոջ երկյուղը, ասում է Տիրոջ երկյուղը չարը ատելն է, որն էլ իմաստության սկիզբն է։ Երբ որ դու չարը ատում ես, իմաստուն ես արդեն։ Եվ նայեք առաջի Հովանես 5-րդ գլխի մեջ 4-5-րդ խոսքը։ Որովհետև ամեն ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Իսկ մենք ծնվեցինք Աստծուց։ Այս աշխարհը, որը թշնամի է Աստծուն։ Մենք ծնվեցինք Աստծուց ու հաղթեցինք այն, որ թշնամի է Աստծուն, նրան։ Հաղթում է այս աշխարհը։ Եվ սա է հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն մեր հավատքը։ Ուրեմն ինչպես ենք ծնվում, հավատքով ենք ծնվում ու հաղթում ենք հավատքով։ Ամեն։ Հավատքը ջերևացած բաների հաստատությունն է։ Հավատքը գալիս է լսելուց, եւ հավատն էլ առանց գործերի
մեռած է։ Ուրեմն մեր գործերը Հակոբոսն ասում է ցույց տուր քո գործերը, ասեմ ինչ հավատք ունես դու։ Եթե մեր կյանքի մեջ դեռ կա սեր աշխարհի նկատմամբ, մեր հավատքը ուրեմն տկար հավատք է, թույլ հավատք է, մեռած հավատք է միգուցե։ Բայց ամենայն դեպս մենք ինչ պիտի անենք, խաչված լինենք այս աշխարհի համար, մեռած այս աշխարհի համար, որ ապրենք Տիրոջ համար։ Ամեն։ Եվ ով է որ հաղթում է աշխարհին, եթե ոչ նա, որ հավատում է, որ Հիսուսն Աստծո որդին է։ Ուրեմն եթե հավատում ենք, նրան էլ հետևում ենք, նրա համար էլ ապրում ենք։ Ամեն։ Եվ այստեղ հիշում եք, ասեցի ամեն մեկիս կյանքում կա բեկումնային կետեր, կյանքի իրավիճակներ։ Երբ որ մենք որոշում ենք հետևել Հիսուսին, դա նշանակում է մեր կյանքի յուրաքանչյուր սցենար ինչ է լինի, մեր որոշումը չի փոխվում։ Մենք որոշում ունենք յուրաքանչյուր սցենարների պարագայում մնալ Հիսուսի հավատարիմ։ Եվ այստեղ Պողոսը Հռոմացի 8-րդ գլխի մեջ մի քանի սցենարներ է ասում 35-ից 8-րդ գլուխ Հռոմացիների թուղթ 8-րդ գլուխ 35-րդ խոսքից մինչև այդ գլխի վերջը։ Ապա ով կբաժանի մեզ Քրիստոսի սիրուց։ Հիմա սիրում ենք Աստծուն, եւ ասում են ինչի կբաժանի այդ սիրելուց։ Սցենարները ասում հիմա։ Տառապանք, թե նեղություն։ Կա չէ, որ ասում է նեղությունը մարդու կյանքում, քրիստոնյա կյանքում մի հատ նեղություն մեկ էլ տեն մեջ չկա։ Կորա, բախի իմ կյանքում էսպես։ Ինչը կբաժանի քեզ։ Թե հալածանք, այդ կյանքի խոսքը շատ է մի քիչ էլի, ասում են կարող է։ Բա որ գամ ինձ էլ ասեն։ Թե սով, թե մերկություն, այսինքն հակնելիքներ չի որ մերկ կլնես, բայց թե վտանգ, թե սուր, անգամ մինչև մահյան։ Ինչպես գրված է, թե քեզ համար մերձվում ենք բոլոր օրը մորթվելու ոչխարների պես համարվեցինք։ Բայց այս ամեն բաներում, այս բոլոր սցենարներում, կյանքի բոլոր սցենարներում առավել եւս հաղթում ենք նրա միջոցով, որ մեզ սիրեց։ Որովհետև հաստատ գիտեմ, ոչ մահ, ոչ կյանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրություն, եւ ոչ խորություն, եւ ոչ մի ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սերիցը, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսումն է։ Իսկ ինչ կարա բաժանի։ Ոչինչ, որովհետև մենք մեզ համար մեռած ենք։ Մենք աշխարհի համար մեռած ենք, մենք ապրում ենք նրա համար։ Եվ բոլոր սցենարները մեզ համար խաչվեց։ Մենք էլ մերը չենք։ Ամեն։ Եվ սա որոշում է, սիրելի եկեղեցի։ Սա ուժեղ մարդու որոշում է։ Դա նշանակում է քրիստոնյա լինել, դա նշանակում է լինել ուժեղ։ Քրիստոնյա լինել դա թույլ մարդը չի կարա լինի։ Քրիստոնյա լինում է ուժեղ մարդը, որ որոշում է կայացնում ամեն իրավիճակների մեջ հետևի Տիրոջը։ Փառք Աստծուն։ Իրականում եկեք այդ խոսքը ամուր պահենք, որտեվ ես գիտեմ մի բան։ Խոսքը լսելուց հետո գալիս է թշնամին, որ խոսքը գողանա, որ խոսքը իր արդյունքը չտա, բայց հիշի, աշխարհը թշնամի է Աստծուն, իսկ մենք Աստծո թշնամի չենք, մենք վերստին ծնվել ենք, նրա հետ ենք մենք, եկեք թշնամի լինենք այն բաներին, ինչ որ Աստված թշնամի է, ինչ որ բաներին, իսկ Աստված ով թշնամին է, սատանայի թշնամին է, Սատանան կոչվում է հակա Քրիստոս, Քրիստոսին հակառակը, այսինքն եթե մի բան Քրիստոսին հակառակ է, ես նրա կողմ չեմ։ Այն ինչ որ Քրիստոսի հետ է, այն նրա հետ եմ։ Ամեն։ Եկեք աղոթենք։ Աղոթենք, որ իրականում հին մարդը իր ամբողջ գործերով հանենք, նոր մարդուն հագնենք։ Դա մեր անելիքն է,
Ամեն, ամեն օրվա անելիքն է։ Որտեվ Հիսուսն էլ ասեց, եթե մեկը կամենում է ինձ հետևի, ուրանա իր անձը վերցնի իր խաչը, ամեն, հիշում եք օրը մեջը, օրը մեջ չէ, ամեն օր։ Մի օր ապրում ենք Քրիստոսի համար, հաջորդ օրը աշխարհի համար։ Օրը մեջ համաչափ կիսել ենք։ Ոչ, Քրիստոսը հավիտյան Տերը։ Ամեն։ Եվ օրը մեջ էլ չապրենք։ Մարդկը օրը մեջ էլ չէ, ժամը մեկ ապրում է։ Կամ հարմար առիթին։ Բայց մեզ համար աշխարհը խաչված է։ Մենք էլ աշխարհի համար։